Մեր ձևով շարժման առաջին մարզային գրասենյակն է բացվում Գյումրիում։ Կարմիր ժապավենը կտրում է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Երկուշաբթից գրասենյակի դռները բաց են լինելու բոլոր գյումրեցիների համար։ Այս սենյակում մեր ձևովի թիմը լսելու է գյումրեցիներին, նրանց խնդիրներն ու առաջարկները։ Լավ խոսք ունենք, չի ասում, մեկ գլուխը լավ է, երկուսը ավելի, կամավորական շարժում ենք մենք, դա ամենակարևոր մասը, որ պետք է ֆիքսենք ու հիշենք, ոչ քաղաքական։ Այստեղ մեծ ուշադրություն են դարձնելու հատկապես կրթական ծրագրերին ու քննարկումներին։ Այն թիմը, որ մենք մտածում ենք, այն կրթական ծրագրերը, որ մենք մտածում ենք կանանց հետ կապված, իրականանա, որպեսզի մարդիկ մենակ չնայեն ինչ-որ քաղաքական ուղղվածությամբ, այլ նայեն ընդհանուր ժողովրդական շարժման ձևաչափով։ Չնայած գրասենյակը դեռ չի սկսել բնականոն աշխատանքը, բազմաթիվ գյումրեցիներ են եկել շփվելու թիմի անդամների հետ։ Որտեւ ուզում եմ, որ մեր վաղվա ապագան լինի ամուր, ունենանք լավ սերունդ, մեր եկեղեցու կողքին կանգնած, մեր հայրենիքի, մեր զինվորի կողքին կանգնած։ Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ մենք չունենք այն պատկերը, որոնք որ ես նոր թվարկեցի հետ։ Շարժմանը միացողների թիվը օր-օրի մեծանում է, արդեն 4000-ից ավելի մասնակից է միացել թիմին։ Քանի որ շարժման միացող հայրենակիցների հետ ունենք հանդիպման ֆորմատ, հաճախակի հանդիպում ենք շաբաթը մի քանի օր, ընդունելության օրերին հանդիպում ենք, տարբեր առաջարկներ ունեն, թե տնտեսական, թե քաղաքական։ Գրասենյակի բացման պաշտոնական արարողությունից հետո շարժման համակարգող գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցները շրջել են Գյումրիի փողոցներով, շփվել բնակիչների հետ։ Մարդիկ առողջություն, ազատություն են մաղթել կալանավորված Սամվել Կարապետյանին։ Ամենալավն ու բարին եմ ուզում, որ եղբայրը շուտ կա, շուտ փրկեմ ես ճիրաններից, ես ինչ է մեր վիճակը։ Փոխանցեք իմ խոսքերից, Գյումրու ծեր մանգաբաշ։ Մեր ձևով շարժման կամավորները շնորհավորել են գյումրեցիների տոնը։ Այսօրվա միջոցառումներն ի դեպ ֆինանսավորել է Տաշիր բարեգործական ընկերությունը։ Ուղղակի կուզեմ գյումրեցիներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ, որ ասել, որ քաղաքը գեղեցկանում է, կգեղեցկանա ու Հայաստանի համար կարևոր տուրիստական կենտրոն կդառնա։ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ այս պահին Տաշիր գրուպը վերականգնում է Վառեմ Մարեմի շենքը։ Շուտով այլ ծրագրեր կներկայացնեն։ Իսկ երբ է շարժումը սկսելու քաղաքական միավորի գործընթացը։ Հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին պրոցեսները սկսել։ Իսկ շարժման ուղին մենք հետագայում կներկայացնենք, թե ինչ է կատարվել այս մեկ ամսվա ընթացքում եւ ինչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների եւ հազարավոր կամավորների շնորհիվ։ Լիլիթ Գասպարյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։